Խաղապարի մարդիկ ընկեր Սարգիս Զետլյանի արևանկման 25-ամյակի առիթով Հոյիթալի Փանանի քարոզչական հանձնախումբի գազագերբությամբ տեղ ունեցած ձեռնարկին փացման խոսքը արտասանեց Արմեն Աբդալյան, որ լուսարձակի դագարավ հայտարարի համար բայկարի բոլոր մագարտակներու վրա ներկայություն եղած ղեկավար եւ առաջնորդ դիդաններեն մեկը հանդիսացած Սարգիս Զետլյանի դիբարը, որ տաշնակցական կորձիչի իր խոսքով, կորձով, քրիչով, մդային բաշարով, ազգային ոգիով ծառայեց ազգին ու հայրենիքին եւ բայկարեցավ տաշնակցությանը սպառնացող բոլոր տավատրություններուն թեմ։ Աբա Սարգիս Զետլյանի կյանքը, կորձունեությունը եւ անոր ընկերներուն վկայությունները ներկայացվեցան դեսայրիզիմը ընդմեջեն, որ մեյետ օրվան փանախոս Տիգրան Ջիմբաշյան խոսք առնելով ներկայացուց Սարգիս Զետլյան մարդուն տաշնակցականին խաղապարի մարդիկին եւ բայկարողին կյանքը, նվիրական կորձունեությունը, խաղապարական աշխարհն ու եղերական մահը։ Աբան լուսարձակի դագարավ այդ հանգրվանին Լիբանանի մեջ դիրող քաղաքական ու ապահովական պայմանները, որոնց պատճառով Սարգիս Զետլյանի արևանկումն ու ահապեգումը, ինչպես նաև այլ ընկերներու արևանկումներն ու ահապեգումները դակավին չեն հայտնաբերված ու պատասխանատուները չեն վճարած իրենց ոչիրներուն քինը։ Փանախոսը մանրամասնորեն ներկայացուց Զետլյան մտավորականը, նպատակադենչը, հայրենասերը եւ գազագերբական կարողություններով օժտված մարդը, որուն գբարդինք Լիբանանի երդասարտական միության գազմությունը, որը ստեղծվեցավ Զետլյանի դեսլագանով, խաղապարով ու մտածողությամբ։ Տիգրան Ջիմբաշյանը ընդգծեց մանավանդ Սարգիս Զետլյանի ղեկավարի արժանինքները, խոսեցավ Զետլյան ղեկավարի մասին, որ մշտական ներկայություն էր Բատնեշի վրա, մնայուն հսկող երդասարտներու կորձին։ Դակնաբի ձանր բահերուն հանցնարու ղեկավարներ, անձնաբես կղեկավարեր, անձնաբես կառաջնորդեր կորձը։ Փանախոսը նաև անդրադարձավ Սարգիս Զետլյանի խաղապարախոսական աշխարհին եւ ազգային սկզբունքներում մասին, նշելով, որ Հայթադը, Հայաստանը, հայության իրավունքները ամեն բան է վեր էին Զետլյանի համար, որ մասնավորապես կկարևորեր մարդուժի պատրաստությունը, հզոր սփյուռքի գազագերբումը, Հայթադի հետաբնթումն ու հայ ժողովրդի աբական։ Փանախոսութենեն յետ փունջ մեղափոխական երկեր մատուցեց համազգայնի այ կերչախումբը ղեկավարությամբ Զաքար Քեշիշյանի, իսկ տաշնագին գերակցությամբ Կամիլա Քեշիշյանի։ Աբա ընթերցվեցավ այս արիթով հղված դրոշակի խմբակի Ռուփեն Հովսեփյանի նամակը, իսկ ձեռնարկը ավարտեցավ մշակման ворքայլերքով։